Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Գշարունակեմ սիրելներ ցեզի ցույց տալ ու բացատրել, թե ինչպես իսլամներու Ղուրանը դժբախտաբար ոչ թե Աստուծո գողմե եղած հայտնություն է, ինչպես իրենք կսեն իսլամները, այլ իրականության մեջ սատանային գողմե դրված քիրք մնե, բղձելու համար ճշմարտությունը, խեղաթյուրելու համար ճշմարտությունը եւ շփոթ ստեղծելու համար մարդկության մեջ ու մարդիկը Քրիստոսեն հերացնելու համար եւ սատանայի ծառա դարձնելու համար։ Որքանալ իսլամները սիրելներ այս քիրքը գնկադեն իրենց սուրբ քիրքը, բայց իրականության մեջ ամբողջությամբ հագասություններով լեցված քիրք մնե եւ հագարակն է Աստուծո խոսքին, Աստվածաշունչին։ Անցնող շաբաթ ես ցեզի խոսեցա եւ ցույց տվի, թե ով է Քրիստոս քրիստոնյաներուս համար համաձայն Աստվածաշունչին եւ թե ով է Այսան, իսլամները Հիսուսը գոչեն արաբերենով Այսան համաձայն Ղուրանին եւ տեսանք թե հսկա տարբերություններ կան։ Այս կիրակի օր քրիստոնյա եկեղեցին, Քրիստոսի եկեղեցին բիդի դոնախմբե Սուրբ Հոգին Քալստյան դոնը, Բենտեգոստեն, հոգեկալուստը։ Այսօր սիրելներ ցեզի պիտի խոսիմ թե արդյոք իսլամները գահավադան Սուրբ Հոգին, ինչ կմտածեն Սուրբ Հոգին մասին, որովհետև եթե Ղուրանը գարտանք, կտեսնենք, որ այնտեղ Սուրբ Հոգին համար քանի մփարեր ասված են։ Սուրբ Հոգին օրինակ կգոչվի Ռուհ Ղուդուս։ Ռուհ Ղուդուս կնշանակե Սուրբ Հոգի, կամ գոչված է Ռուհանա, հոգնագի, այսինքն մեր հոգին, որու մասին է։ Արդյոք Աստված ինքն է խոսողը, որ գսե Ռուհանա, այսինքն մեր հոգին։ Նաև Սուրբ Հոգին Ղուրանի մեջ գոչված է Ռուհուլ Ամին, այսինքն ճշմարտության հոգին, կամ վստահության հոգին, կամ բարձրապես գոչված է Ալ-Ռուհ, Ռուհ բառը կնշանակե հոգի, Ալ-Ռուհ հոգին նու որոշիչ հոտով։ Սիրելներ, սակայն նախքան անցնիլը այսօրվան այս նյութին, որբեսի իմանաք, թե իսլամները ինչպես հագասության մեջ են, հստակ չէ իրենց համար ո՞յ մեկ բան, չմոռնաք, որ Մուհամմադը ապրած է Տեր Հիսուս Քրիստոսեն 600 տարիների հետ 570-ին ծնած է, մինչև 632 թվականը, եւ ապրած է քրիստոնյաներու ու հրյաներու մեջ, եւ բնականաբար թե հրյաներեն, թե քրիստոնյաներեն լսած է Սուրբ Հոգիի մասին, հոգիի մասին։ Մենք կգարտանք օրինակ Հովելի մարգարեության մեջ Աստված կսե, որ ես իմ հոգիս պիտի թափեմ իմ ժողովրդիս վրա։ Նույնպես Եսայի մարգարեին Պերնով գսվի, եւ շատ մարգարեներ գխոսին Սուրբ Հոգիի մասին։ Նույնպես քրիստոնյաները Սուրբ Հոգի մասին գխոսին, որովհետև քրիստոնյաներուս համար Սուրբ Հոգին Սուրբ երրորդության երրորդ անձնավորությունն է, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Դարբեր աստվածներ չեն երեքը, այլ մեկ Աստված են, սակայն անշփոթ են իրենց անձնավորությամբ, իրենց դեմքով։ Հայրը Հայր է, Որդին Որդի է, Սուրբ Հոգին Սուրբ Հոգի է, բայց մեկ Աստված են։ Իսկ իսլամներու մոտ սիրելներ, երբ որ Մուհամմադը լսեր է Սուրբ Հոգի մասին, արած է անունը Ռուհուլ Ղուդուս, արած է անունը եւ Ղուրանի մեջ դրած է, բայց ամբողջությամբ շփոթ վիճակի մեջ, որովհետեւ իսլամներ մինչեւ այսօր չեն գրնար բացատրել, որ ով է Սուրբ Հոգին։ Քիչ վերջ դեսնեք, որ ինչ կսեն Սուրբ Հոգի մասին, թե իրականության մեջ ով է իսլամներուն համար Ռուհը, այսինքն հոգին։ Մինչ այդ ասեմ, որ
Ղուրանի մեջ գսվի, որ Աստվածաշունչին մեջ եւ Թորային մեջ, այսին եւ հրյաներու կիրքի մեջ եւ ավետարաններու մեջ խոսած է, որ Մուհամմեդը պիտի ղրգե եւ Մուհամմեդը իսլամները զինք գոչեն Խաթիմul Անբիա, այսինքն գնիկը մարգարեներուն, այսինքն վերջի մարգարեն եւ Մուհամմեդեն վերջ այլևս ուրիշ մարգարե չի կար։ Մինչդեռ մենք գիտենք սիրելներ Սուրբ Գիրքեն Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխու 11-րդ համարի մեջ դեր Հիսուս Քրիստոս հստակ կերպով գսե հետո երբ որ այս ուրեմն ահավոր վիճակներ բադահին բազմաթիվ սուտ մարգարեներ պիտի ելեն ու շատերը մոլորեցնեն ահա այդ սուտ մարգարեներուն գլխավորն է Մուհամմադը որ դժբախտաբար 14 տարեվոր մոլորեցուցած է մարդիկը ու գմոլորեցնե եւ այսօր մեր հայրենիքին մեջ դժբախտաբար հայ աղջիկներ գամուստանան իսլամներու հետ իսլամ գտարնան եւ Հայաստանի մեջ եւ Սփյուռքի մեջ եւ գգարձեն որ իսլամությունը ճիշտ կրոնքն է լքելով Աստուծո որդին Հիսուս Քրիստոսը որ բոլորիս համար իր ցանկը զոհեց խաչին վրա իր արյունը թափեց մեր բրգության համար եւ մենք որ Քրիստոսի հետևեցանք ազգերու մեջ առաջինը լալով որպես pedagogan գրոն ընդունեցին քրիստոնեությունը ինչպես ցավալի գերբով այսօր երդասարտներ գլկեն հավատքը ու տրամի համար թիրքի համար զանազան քաղաքական շահերու համար իսլամ գտարնան եւ գամ համոզումներու համար ես սիրելիներ իմ բարդականությունս է որպես հոգևոր հովիվ մեր ժողովրդի զավակները արտնցնել եւ անոնց զգուշացնել որբեսի այսպիսի խապեպա սուտ մարգարեներուն չհետևին եւ իրենց հոգին չգործվի հետեւաբար ամեն մեկու խղճին կմնա սիրելներ իմ բարդ կսե խոսիլ ով որ ագանչ ունի թող լսե ամեն մեկու խղճին եւ ազատ գամքին կմնա որ ինչ գուզեինքը գուզե Քրիստոսի հետևիլ Աստուծո ճշմարիտ որդին եւ հաստին հավիտենական կյանքը ժառանգել թե ոչ գուզե սուտ մարգարեներուն հետևիլ եւ հավիտենաբես կորսվիլ դժողքի մեջ որտեւ Մուհամմադը ինք գտնվի այդ դժողքին մեջ եւ Քրիստոսի երկրորդ կալուստին դժբախտաբար պիտի նետվի հավիտենական գրագին մեջ ձձումպի լիջին մեջ ուրեմն նայեցեք ինչ կսե Ղուրանը 7-րդ գլխուն մեջ ուրեմն իրենք գգոչեն գլուխները սուրատ ուրեմն 7-րդ սուրատը 7-րդ գլուխը որ գգրե սուրատ Արաֆ անունը այսինքն բարձունքի գլուխ այդ սուրատի 157-րդ համարին մեջ թարգմանաբար գուզեմ ցեզի գարտալ սիրելիներ որբեսի արաբերենով չխջողեմ ծեր միտքը ուրեմն 157-րդ համարի մեջ գսվի անոնք որ պիտի հետևին արաքյալին այսինքն Ռասուլին Ռասուլը Մուհամմադն է անուս մարգարեին Ղուրանն ալ գոչե Մուհամմադը անուս ումմիոն այսինքն ուսում չունի քրել գարտալ չգիտեր որում մասին գրված է իրենց մոտ գտնված Թորային մեջ, այսին հրյաներու Թորայի մեջ, հրյաներու Աստվածաշունչին մեջ եւ ավետարանին մեջ, այսին քրիստոնյաներու կիրքին մեջ։ Հիմա հարցում ուր գրված է Թորային մեջ եւ ուր գրված է ավետարանին մեջ։ Նախ ասեմ, որ իսլամները 5 դագարանի Սողոմոնի քրած երկերկոց գրքի 5-րդ գլխու 16-րդ համարը գմեջ բերեն եւ գսեն որ այնտեղ Մուհամմադին անունը կա որովհետեւ եբրայերենով սիրելիներ երբ որ գգարտանք այդ դողը այնտեղ Մահմադին անունը գրված է Մահմադին նախ ասեմ որ երկերկոց գիրը այր ու գնոջ միջև եղած
սիրո զգանչելի ուրախարար քիրք է։ Հետևաբար ովևէ մեկ իմաստով չի կրնար Մուհամմադին մասին գրվածը լալ, իսկ եբրայերենի մեջ Մահմադիմ մյով վերջավորության Մահմադիմ փայը կնշանակե իրականության մեջ քաղցր, քովելի, ցանկալի, եւ իսլամները այդ հրյական Մահմադիմ փարը առնելով գսեն դեսեք ասիգա Մուհամմադ փարին իմաստն է, բայց արմատները ամբողջությամբ դարբեր են, որովհետև եբրայերենի մեջ Մահմադիմ փարը սիրելներ եկած է Մահմոդ փարեն, որ կնշանակե քաղցր, ցանկալի, Մահմոդ արմադեն եկած է, մինչդեռ իսլամներուն կով Մուհամմադ փարը, որ կնշանակե քովելի, եկած է Համադ փարեն, ոչ թե Մուհամմադ փարեն, այլ Համադ փարեն, որ կնշանակե քովելի, օրտնապանելի։ Ամենայնտեպս դեսեք սիրելներ, գարտամ ցեզի Երկերկոցի 5-րդ գլխու 16-րդ համարը թարգմանապար անշուշտ հայերենով, որ բացարձակ կերպով գապ չունի Մուհամմադին հետ, գսվի անոր քիմքը քաղցր է ու ինք ամբողջ ցանկալի է։ Ահա այս բարերը քաղցր ցանկալի բարերուն թիմացը եբրայերեն ունի Մահմադիմ, որ իսլամները կգարձեն, որ Մուհամմադին անունը գդրվի, ուր որ սիրելներ կտեսնենք, որ այր ու գնոջ քաղցր սիրո բապմության մասին է որ գխոսվի։ Ահա այսպես է իմ սիրականս, այսպես է իմ բարեկամս, ով Երուսաղեմի աղջիկներ։ Երկրորդ վայրի մեջ, որ իսլամները գսեն, որ Աստված 5 դագարանի մեջ Մովսեսի պերնով ըսա, որ ես իմ մարգարես պիտի ուղարկեմ, եւ անիկա կգտնվի երկրորդ օրինաց գրքի 15-18 համարներու մեջ։ Կգարտամ ցեզի երկրորդ օրինաց 15-րդ համարը նախ, քու դեր Աստվածդ քու եղբայրներուդ մեջ են, լավ լսեցեք, քու դեր Աստվածդ քու եղբայրներուդ մեջ են, ինձի պես մարգարեմը պիտի հանե քեզի, անոր մդիկ ըրեք։ Եվ 18-րդ համար Քեզի պես մարգարեմը պիտի անեմ անոնց իրենց եղբայրներու մեջ են եւ իմ խոսքերս անոր փերանը պիտի տնեմ ու ինչ որ անոր բադվիրեմ անոնց պիտի ասե 19-րդ համար եւ ով որ մդիկ չնե խոսքերուս որոնք անիգա իմ անունովս պիտի խոսի այն մարդեն ես վրեժս պիտի առնեմ։ Սիրելիներ, իսլամները գսեն, քանի որ Ղուրանի մեջ 7-րդ գլխու 157-րդ համարի մեջ գսվի, որ Թորայի մեջը գսվի, որ Մուհամմադի մասին, Արաքյալի մասին, Ռասուլի մասին գրված է, հետևաբար ահա Մովսեսի պերնով Աստված գսե, որ ցեզի ես իմ մարգարես պիտի ուղարկեմ։ Արդյոք սիրելիներ խոսքը Մուհամմադին մասին է։ Եթե Մուհամմադի մասին պիտի լա, շատ կարևոր խոսք նկատի արեք սիրելիներ։ Ինչ որ եկող մարգարեն, որ Մովսեսի պերնով Աստված կխոսի, եկող մարգարեն պետք է Մովսեսի նման ըլլա։ Այսինքն ինչ որ Մովսես ուսուցանեց Աստուծո մասին, պետք է որ այդ մարգարենը նույնը ուսուցանե Մովսեսի նման, որովհետև գսե քու դեր Աստվածդ քու եղբայրներուդ մեջ են, ինձի պես մարգարեմը պիտի անե գսե Մովսես, ինձի պես նախ առաջին հերթին ուրեմն պետք է որ եկող մարգարենալ Մովսեսի նույն վարտաբեդությունը քարոզե եւ արդյոք Մուհամմադը Մովսեսին պես քարոզեց, գքարոզե իսլամությունը, գքարոզե Ղուրանը, այն ինչ որ Թորան գքարոզե։ Այս հարցումներուն սիրելներ շատ արագ պատասխան տամ։ Առաջին հերթին այստեղ գսվի, որ իմ քու եղբայրներուդ մեջ են, այսինքն խոսքը Իսրայելի զավակներուն մեջ են, Իսրայելի ժողովուրդին մեջ են մեկը պիտի ելեր։ Հարցում Մուհամմադը Իսրայելի որդիներեն մեկն էր։ Ոչ, ինչու, որովհետև Իսրայելի որդիները Աբրահամի զավակ Իսահակի որդիներն էին։
մինչդեռ արաբները եւ Մուհամմադը Աբրահամի խորտ որդի Իշմայելի, այսինքն ավելի ճիշտ է Հարջի որդի բիդսեի ներողություն ոչ թե խորտ որդի, այլ Հարջին իր աղախինին Հակարին որդին Իշմայելի սերունդեն են եւ ոչ թե Իսահակի սերունդեն են եւ Աստված Մովսեսին բերնով գսե ժողովրդին որ քու եղբայրներուտ մեջ են այսինքն Իսահակի սերունդի մեջ են եւ ոչ թե Իշմայելի սերունդի մեջ են ահա առաջին գետ արդեն իսկ գճրվի որ Մուհամմադը Մովսեսին ասած մարգարեն չէ եւ դեսեք սիրելներ մեկ գլուխ առաջ մենք գգարտանք 17-րդ գլխուն մեջ երկրորդ օրինաց գիրքն է ասիգա 5 դագարանի Թորա գիրքն է 17-րդ գլխու 15-րդ ամարի մեջ գսվի սիրելիներ Անբաջար քու դեր Աստվածդ ընդրած քու դեր Աստուծույթ ընդրած մարդը վրատ թակավորտիր քու եղբայրներդ մեկը թող թակավոր ըլլա քու եղբայրը չեղող օդարագանը թակավոր միեներ հետևաբար նույնիսկ երբ գխոսվի թակավորության մասին որ օրը թակավոր պիտի լացես մեկը գսե Մովսեսը քու եղբայրներդ մեկը թակավոր թող ըլլա եւ ոչ թե օդարներեն մեկը հետևաբար Մուհամմադը օդար էր Իշմայելի սերունդեն էր եւ ոչ թե Իսահակի սերունդեն օդար էր ուստի չի գրնար ըլալ Մուհամմադը այն մարգարեն որու մասին գխոսի Մովսես գամ ուրիշ հագասություն մսիրելներ դարձյալ նույն քիրքեն է որ օրինակներ գբերեն որբեսի ցույց տան որ սիրելներ շատ կարևոր է իմանալ հասկանալ ամբողջ Կոնտեքստը, ամբողջ շրջակիցը, որբեսի վերջը ասվի որ հա Մուհամմադը այո Մովսեսի նման մարգարե էր, բայց ամեն ինչը սիրելներ ցույց կտա որ Մովսես ինչ որ ըսա որ ծեր եղբայրներու մեջ եմ դանեմ մարգարեմը Մուհամմադը Մովսեսի հագարակ բաներն է որ գուսուցան է օրինակ նույն երկրորդումն օրինաց գրքի մեջ 14-րդ գլխու առաջին ամարի մեջ տեսեք ինչ կսվի Թուք ծեր Աստուծույն որդիներն եք մերելի համար ծեր մարմնին վրա գդրածներ բեկչեն եք ու ծեր ջագադի մեջտեղի մազերը բեկչե փեդեք Չեմ ուզեր խոսիլ ավելի ուշ պիտի խոսիմ հաջորդող ամիսներուն երբ որ հասնիմ դարբեր իսլամական ուրեմն աղանդներու մասին խոսելու շիայիներու մասին սուններու մասին գիտեք որ շիայիները սիրելներ իրենց ջագատները ածելիով գբադրեն իրենց մարմիններն եւ արյուն գահանեն բայց իրականության մեջ սիրելներ Աստված ահավասիկ այստեղ գարկել է ադոր մասին մի չի խոսիմ այս է կարևորը նայեցեք ասե դուք ծեր դեր Աստուծույն որդիներն եք ուրեմն Աստված հայր է եւ ժողովուրդը Աստուծո որդիներն են նույնը սիրելներ նույն Կրկի մեջ, դարձյալ, նույն կրկի մեջ կմնամ, երկրորդումն օրինաց կրկի մեջ, 32-րդ գլխու մեջ, դեսեք ինչ կսվի, 32-րդ գլխու 6-րդ համարին մեջ։ Դիրոջը ըրած հադուցումնիտ ասիգա է, ով հիմար ու ամիտ ժողովուրդ, անիգա քու հայրդ չէ, որ քեզ ըստացավ, քեզ ստեղծեց ու հաստատեց։ Ուրեմն երկրորդումն օրինաց կրկի մեջ 32-րդ գլխու 6-րդ ամարի մեջ կսվի Աստված քու հայրը չէ որ քեզ ստեղծեց ու հաստատեց Մովսես կսորվեցնե Եբրայեցի ժողովրդին որ Աստված հայր է իսկ ժողովուրդը իր զավակներն մինչդեռ Ղուրանը սիրելներ բացարձակ գերբով գմերժե Աստուծո հայր ըլլալը Ղուրանը իսլամները երբեք զաստված իբրև հայր չեն ընդունիր եւ ժողովուրդն ալ իբրև Աստուծո որդիներ չեն ընդունիր եւ Ղուրանը ինք սիրելներ նույնիսկ հագարակը գսե օրինակ գարտամ ցեզի 5-րդ սուրան Ղուրանի բիդի ուրեմն 5-րդ սուրան սուրաթել Մեյդե այսինքն ընտրիքի գամ սեղանի ուրեմն գլուխն է 5-րդ գլխու 18-րդ ամարի մեջ դեսեք ինչ կսվի հրյաները եւ քրիստոնյաները երկուքն ալ գսեն
մենք Աստուծո զավակներն ենք եւ իրեն սիրելի։ Իսկ շարունակության մեջ մի դիտեցնենք սիրելներ, որ գսե որ ասիկա սխալ է։ Աստուծո զավակներն են կսեն քրիստոնյաները եւ հրյաները։ Իսլամները չեն ընդունիր, որ Աստված իրենց հայրն է եւ իրենք ալ զավակներն Աստուծո։ Բացարձակ ծևով գմերժեն։ Ահա, այսալ գփաստե որ սիրելիներ, որ դերը Մովսես որսավ ինձ իպես մարգարե բիդել է, իսլամներու Մուհամմադը Մովսեսի բես մարգարե չէ։ Ուրիշ հագասական օրինակ մնապել եմ նույն կիրքեն, երկրորդ օրինաց կրքի, այս անգամ սիրելներ 24-րդ գլխու բիդի գարտամ ցեզի 1-4 համարները։ Տեսեք, օրենք մնե որ Աստված գուտա, բաժնվող ուրեմն գնոջ մասին, արձակված գնոջ մասին, հետևյալը գսե։ Նախ կգարտամ Թորայի մեջ են, այսինքն հրյաներու սուբ կիրքեն, ինչ կսվի եւ վերջը կգարտամ ցեզի Ղուրանեն, թե ինչ ճիշտ հագարակը գսվի։ Եթե մեկը գին մարնե ու ամուսնանա եւ անոր վրա անարգության փամը գտնելուն համար անիգա իր աչքին հաջո չլա, այն ադեն անոր արձակման թուղթ մտող կրե ու անոր ցերկը դա եւ իր դունեն ջամպե։ Եթե մեկը ամուսնանա աղջկա հետ եւ տեսնե որ այդ աղջկան վրա բղձություն կա, թող իրեն արձակման դիվորսի ամուսնալուծման թուղթը թող դա աբարզանի եւ թող արձակե իր դունեն դուրս տնե։ Երբ գինը անոր դունեն ելելով երթա ուրիշի հետ ամուսնանա, եթե երկրորդ այրնալ, երկրորդ մարտնալ զանիգա ադելով արձակման թուղթ մկրե ու անոր ցերկը դալով իր դունեն ջամպե, կամ եթե երկրորդ ամուսինը մեռնի, ուրեմն առաջին ամուսինը ամուսնացավ, տեսա որ այս գնգամ վրա բղձություն կա, զինք արձակեց, այդ գինը կնաց ուրիշին հետ ամուսնացավ, այդ երկրորդ ամուսինն ալ տեսա որ բղձություն կա եւ ուզեց արձակել, կամ մեռավ երկրորդ ամուսինը, տեսեք ինչ պետք է լա։ Առաջին ամուսինը որ զանիգա ջամպեր էր, բեք չէ դարձյալ անոր հետ ամուսնանա, բեք չէ ամուսնանա։ Ինչու? Անոր բղձվել են ետքը, քանզի դիրոջ արշև բղձություն է այս բանը, այսպես դու մեղքով մի լեցներ այն երգիրը, որ կու դեր Աստվածդ քեզի ժառանգություն կուտա։ Հստակ է, չէ՞, հասկացաք։ Ուրեմն, եթե ամուսինը ամուսնացավ, տեսա որ գնոջ վրա բղձություն կա եւ զինք արձակեց, ամուսնալուծման թուղթը տվավ։ Գինը կնաց երկրորդի հետ ամուսնացավ։ Երկրորդն ալ տեսա որ բղձություն կա եւ զինք արձակեց, կամ երկրորդ ամուսինը մեռավ։ Առաջին ամուսինը բեք չէ իդ ամուսնանալ նույն գնոջ հետ, որովհետեւ բղձված է։ Եվ այդ պիսով Աստուծո ժողովուրդը ու երգիրը չբղձե։ Հիմա տեսեք հիմա Ղուրանի մեջ են սիրելներ ցեզի պիտի գարտամ, անշուշտ թարգմանապար կգարտամ, Ղուրանի երկրորդ գլխու 230 համարին մեջ սիրելիներ, տեսեք ինչ կսվի, ինչ կսե Մուհամմադը, ինչ արտոնություն կուտա, որ ճիշտ հագարակն է այն ինչ որ գսվի Թորային մեջ։ Ուրեմն երկրորդ գլուխ, երկրորդ սուրան 230-րդ համարը։ Եվ եթե ամուսինը բաժնվի, ամուսնալուծվի իր գնոջմեն, ատկե ետ իրեն համար օրինական չէ այդ գինը, բացի երբ ուրիշ մարդ մգարնե իբր ամուսին։ Հիմա կբացատրեմ սիրելներ։ Հետո եթե այս վերջինը ամուսնալուծվի այդ գնոջմեն, երկուքն ալ մեղ կործած պիտի չլան, եթե ետ իրարու վերադառնան, պայմանա որ երկուքն ալ խորին թե Աստուծո սահմաններու մեջ պիտի գրնան մնալ, քանի ասոնք են Աստուծո սահմանները, որոնք իրենց հստակ կերպով գուտա գիտակից մարդոց։ Ուրեմն ըստ Ղուրանի երկրորդ սուրայի 230 համարին գսվի, եթե մարդը ամուսնանա գնոջ հետ, իր գնոջ հետ, եւ զինք ուրեմն արձակե, չի գրնար ետ այդ նույն գնոջ հետ ամուսնանալ մինչև որ արձակված գինը ամուսնանա ուրիշ մարդու հետ, ուրիշ մարդու հետ գենակցի, ուրիշ մարդու հետ բարգի, վերջը այդ երկրորդ մարդը եւ որ զինք արձակե, առաջին ամուսինը գրնա իրեն առնել։ Անիգա Ալլահին գամքն է։ Ալլահը գուզե որ գարդոնե որ առնեն, մեղ կործած չլա։ Դեսեք ահա սիրելիներ,
երկու ուրեմն Թորային եւ Ղուրանին դարբերությունը իրարն է։ Այսքանով 5 դագարանի մասին կբավարարվի։ Հիմա անցնեմ սիրելիներ Սուրբ Հոգիին մասին։ Իսլամները գահավադան Սուրբ Հոգին։ Ասի որ արդեն Ղուրանի մեջ Սուրբ Հոգին գոչվի որպես Ռուհ al-Qudus, Ռուհ al-Amin, Ar-Ruh, Ruhana եւ այլն։ Իսլամներուն կրկի մեջ գտնվի Սուրբ Հոգին, գխոսվի Սուրբ Հոգի մասին, բայց իսլամներ չեն հավատար, որ Սուրբ Հոգին Սուրբ երրորդության ուրեմն երրորդ անձնավորությունն է։ Ընդհանրակը գիտեք, որ իսլամները ամբողջությամբ գմերժեն սիրելիներ, գմերժեն Սուրբ երրորդության հասկացողությունը։ Օրինակ, եթե գարտանք 5-րդ սուրայի 70-րդ համարը, այստեղ գսվի իսկապես ճշմարտությունը գուրանան անոնք, որոնք կսեն դեսեք Աստված երրորդության մեկն է, երբ միակ Աստուծո զատ ուրիշ Աստված գոյություն չունի։ Իսլամները գավադան թավհիդի, այսինքն մեկ Աստուծո, մեկ Ալլահին։ Չեն հավատար, որ Հիսուս Աստուծո որդին է եւ Սուրբ Հոգին Աստուծո հոգին է։ Չեն հավատար։ Վերջը սիրելիներ, պիտի փաստեմ ցեզի Ղուրանեն, որ իրականության մեջ Ղուրանի մեջ անգամ Սուրբ երրորդության մասին կա։ Բայց հիմա այստեղը չէ։ Այսօր պիտի խոսիմ ցեզի Սուրբ Հոգի մասին։ Եվ Սուրբ Հոգի մասին խոսած ադենս նաև պիտի խոսիմ, որ Մուհամմադի մասին հիշված է Ավետարանին մեջ։ Երկուքն ալ իրարու կապված են, բայց նախ Սուրբ Հոգի մասին։ Ուրեմն իսլամները գսեն, որ Սուրբ երրորդություն գոյություն ունի, գարտացի ցեզի 5-րդ գլխի 70-րդ համարը, նույնպես 113-րդ սուրան գարտացեք 4 համարները բաղկացած է, այնտեղ գսի որ Աստված ոչ ծնած է, ոչ կծնի եւ այլն, Սուրբ երրորդության թեմեն ամբողջությամբ։ Ով է ուրեմն իրենց համար Սուրբ Հոգին։ Ըստ իսլամներուն սիրելիներ, Սուրբ Հոգին ուրիշ մեկը չէ, եթե ոչ Գաբրիել հրեշտակաբեդը, իրենք կգոչեն Ջիբրիլ, Գաբրիել, Ջբրայիլ արաբերենով, բայց իսլամները կգոչեն Ջիբրիլ։ Եվ Ջիբրիլը, Գաբրիելը այն հրեշտակն է, որ Աստված բոլոր մարգարեներուն ղրգեց, օգնելու համար զանոնք, նույնպես Աստված ղրգեց Մարիամին, ղրգեց Հիսուսին, ղրգեց Մուհամմադին, որբեսի օգներ անոնց, Գաբրիել հրեշտակաբեդը։ Ադորամար միշտ Ղուրանի մեջ երբ որ սիրելիներ արաբերենով երբեք չեք տեսներ Ղուրանի մեջ որ Ռուհ բարին թիմած Ջիբրիլ կրված է, բացարձակ, բայց երբ որ թարգմանություն գարտակ անգլերեն, ֆրանսերեն, բարսկերեն, հայերեն, ովև մեկ, պիտի տեսնեք որ հոգին թիմած քանիմը բարեր գտնեն, գամ գտնեն Գաբրիել հրեշտակաբեդի մասին, գամ գկրեն ներշնչյալ։ Եվ հետևաբար գսեմ որ Գաբրիելը ինքն էր որ օրինակ Մարիամին եկավ, մինչդեռ Ղուրանը գսե որ մեր ռուհը ղրգեցինք, ռուհը ղրգեցինք, հոգին ղրգեցինք։ Եվ հոգին եթե Աստվածամոր մեջ մտավ եւ Սուրբ Հոգիով հղացավ Աստվածամայրը գիտենք, իսկ եթե իսլամները ռուհը գտարքմանեն որպես Գաբրիել, ուրեմն կնշանակե որ Գաբրիելը հրեշտակը մեղա Աստուծո Մարիամ Աստվածամոր հարաբերություն ունեցավ եւ Հիսուսը ծնավ։ Տեսեք սիրելիներ իրենց անհետեցությունը եւ հագասությունը Աստվածաշունչին կամ Ավետարանին հետ։ Ուրիշ կանիմը հագասություններ դամ նույնինքն Ղուրանին մեջ են սիրելիներ, որովհետեւ օրինակ Ղուրանին մեջ հետեւյալը գսվի 16-րդ սուրաթի մեջ 16-րդ սուրայի երկրորդ համարի մեջ երբ որ գխոսվի սիրելիներ հրեշտակներու մասին, այնտեղ նաև առանցին գերբով գխոսվի հոգին մասին։ Տեսեք, գսե իր հրահանգով էր, Աստուծո հրահանգով էր, որ հրեշտակները վար գուքան իր հոգիով։ Իր հոգիով, որ հոգիով, Աստուծո հոգիով։ Տեսեք, իսլամները գսեն որ Ջիբրիլն է, այսինքն Գաբրիելն է հոգին, բայց այստեղ գսե որ Աստուծո հրամանով եւ իր հոգիով
երկինքեն վարգուքան հրեշտակները։ Եվ եթե իսլամներու հարցնեք, որ որու մասին է խոսքը, գսեն, որ Գաբրիել հրեշտակաբեդին, նախ որ իրենք հրեշտակաբեդ պարչունին հրեշտակ ունին, լավ, արդեն հրեշտակները գիշվին, միթե Գաբրիելը հրեշտակ չէ, այո գսեն հրեշտակ է, հաբա ինչպես Գաբրիելին առանցին պիտի հիշվի եւ հրեշտակները առանցին գիշվին, որովհետեւ իրականության մեջ Ղուրանի մեջ երբեք ոչ մեկ դեղ չսվիր որ ռուհը Գաբրիելն է, անիգա իսլամները հնարած են այսօր որպես մեկնաբանություն, բայց այդպես չէ Ղուրանի մեջ, որովհետեւ Մուհամմադը լսած է օքի մասին, բայց շփոթի մեջ է ադորամար միան ռուհ կրած է։ Գամ նույնը սիրելիներ 97-րդ սուրային մեջ 97-րդ սուրայի 4-րդ համարի մեջ գսվի իրենց դիրոջ հրանքով հրեշտակներ էջ կատարեցին իրենց հետ ունենալով երկնային հոգին ով է երկնային հոգին իսլամները գսեն Գաբրիելը բայց Գաբրիելի մասին չակնարկվիր բացարձակ կերպով իսլամը եւ խոսքս կուղեմ հիմա հայ իսլամներուն ինձի մեկա ծեր Ղուրանի մեջ են որ լքած եք դուք Աստված ծեր Ղուրանի մեջ են ինձի ցույց տվեք միայն ցույց տվեք եւ փաստեցեք որ հոգին Գաբրիելն է ծեր Ղուրանի մեջ են չեք կրնար չգադանք բան Աստուծո հոգին լքած եք Աստուծո հոգին բարբված եք Աստուծո հոգի չունի գսելով չեք դեսներ ճշմարտությունը իսկ Քալով հիմա մեր նոր գդագարանին ով է Սուրբ հոգին Սուրբ հոգին սիրելիներ Սուրբ երրորդության երրորդ թեմքն է Հայր որդի եւ Սուրբ հոգի եւ Տեր Հիսուս Քրիստոս խոստացավ իր առաքյալներուն ասելով որ լավ է որ ես ելեմ երթամ որբեսի դուք որբեսի ցեզի Սուրբ հոգին ղրգեմ որ հորմես բիդիկա գգարտամ սիրելներ Հովանու Ավիդարանի 14-րդ գլխու 16 եւ 17 համարները նախ Եվ ես հորս բիդի աղաչեմ որ ուրիշ մխիթարիչ մտա ցեզի որբեսի հավիդյան ցեզի հետը լա Անիգա Սուրբ հոգին է որ ճշմարտությունը գայտնե աշխարհը չի գրնար զայն ընդունել որովհետեւ ոչ գտեսնե ոչ ալ գճանչնա զայն բայց դու գճանչնակ զայն որովհետեւ ծեր մեջ պիտի մնա եւ ծեր հետ պիտի ըլլա հարցում Հիսուս կսե որ պիտի ելեմ հորս եւ պիտի խնդրեմ որ ցեզի ուրիշ մխիթարիչ մտա ինչու ուրիշ որովհետեւ առաջին մխիթարիչը Քրիստոս էր առաքյալներու կյանքի մեջ իսկ երկրորդ մխիթարիչը պիտի լար Սուրբ հոգին որ աշակերտներու մեջ պիտի մնար հավիդյան Եվ այսօր մխիթարիչը Սուրբ հոգի մեր մեջն է եւ մխիթարիչ սիրելներ կնշանակե եւ զորացնող եւ բարեխոս եւ սորվեցնող ամեն ինչ շատ բարի Հունարենով մխիթարիչ Փարակլետոս բառն է Փարակլետոս որ կնշանակե մխիթարիչ Իսլամները ինչ կսեն Իսլամները կսեն որ Հիսուս այստեղ ոչ թե գխոսի Սուրբ հոգին մասին որ դուք կսեք որ Սուրբ երրորդության երրորդ թեմքն է այլ իրականության մեջ ծեր Սուրբ գիրքերը ծեր ավետարանները այլափոխված են իրականության մեջ Հիսուս գխոսի Մուհամմադին մասին հիմա բիդեսենք ինչպես եղավ որովհետև իսլամները գմեկնաբանեն իսլամ իրենց Ղուրանակետները գսեն որ ոչ թե հունարենով Փարակլետոս բառն է որ այստեղ Հիսուս կսե որ կնշանակե մխիթարիչ Սուրբ հոգին ակնարկելով այլ իրականության մեջ Պերիկլութոս հունարենով կնշանակե ամենակովելի Պերիկլութոս հունարենով կնշանակե ամենակովելի եւ գսեմ որ ամենակովելի Փարին արաբերեն փարը Ահմադ փարն է որ մեգուկա Մուհամմադը իրեն կսեն եւ Ահմադ կնշանակե քովելի praised եղած քովված պարապանված ահա դեսեք ուրեմն երբ որ Հիսուս կսե ցեզի բիդի ուղարկեմ Փարակլետոսը իրականության մեջ Պերիկլութոսը ոչ թե Փարակլետոսը այլ Պերիկլութոսը որ կնշանակե
կովելին ամենակովելին խոսքը ըլլալով ոչ թե Սուրբ Հոգին մասին, այլ խոսքը ըլլալով Մուհամմադին մասին։ Լավ, եկեք սիրելիներ, իսլամներուն ըսածը ըլլա։ Ասենք, որ մեր ավետարանը ամբողջությամբ այլափոխված է եւ իրականության մեջ Հիսուս Մուհամմադին համար ասա, ոչ թե Սուրբ Հոգին համար։ Եկեք այսպես ընդունենք։ Օրինակ, նորեն սիրելիներ, իսլամները գինան ահավոր սխալներու մեջ։ Ինչու՞։ Որովհետև հիմա քանի համարներ պիտի գարտամ, նույն նախամարը գարտամ։ Հիսուս կսե. «Եվ ես հորս պիտի աղաչեմ»։ Ներողություն, իսլամներ որու պիտի աղաչե Հիսուս։ Հորը։ Դուք ձեր Ղուրանին մեջ Ալլահը չեք ընդունիր որպես հայր։ Հիսուս իր հորը պիտի աղաչե։ Ուրեմն մեր Աստվածը, հայր Աստվածը ձեր Ալլահը չէ։ Եվ եթե ձեր Ալլահը չէ, ուրեմն մխիթարիչը Մուհամմադը չէ, այլ մխիթարիչը Սուրբ Հոգին է։ Ուրիշ երկրորդ իրենց այսպես բորդը դեղը տնենք։ Հիսուս կսե. «Եվ ես հորս պիտի աղաչեմ, որ ուրիշ մխիթարիչ վդա ցեզի, որ հավիդյան ցեզի հետ պիտի լա»։ Հարցում Մուհամմադը հավիդյան իսլամներուն հետ է։ Մուհամմադը հավիդյան դժողքի մեջն է, բայց ոչ հավատացյալներուն հետ, ոչ առաքյալներուն հետ։ Մինչդեռ Սուրբ Հոգին պիտի լա առաքյալներուն հետ։ Եվ հիշեցեք սիրելիներ, երբ որ Հիսուս իր հարութենեն վերջ երևցավ իր աշակերտներուն, ինչ ըրավ, անոնց վրա Սուրբ Հոգին փչեց եւ ըսավ արեք Սուրբ Հոգին, արեք Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին Հիսուսի մեջ էր եւ դվավ իր աշակերտներու մեջ։ Շարունակենք։ Նույն համարներն են գարտամ Հովանու 14 խփու 17-րդ համար։ Անիգա Սուրբ Հոգին է։ Ահա Հիսուս կսե Սուրբ Հոգին է։ Իսլամները ինչպես պիտի թարգմանեն։ Ջբրիլն է, Գաբրիելն է։ Սուրբ Հոգին է, որ ճշմարտությունը գայտնե։ Իրենք ասեն, որ Մուհամմադը ճշմարտություն հայտնեց։ Մուհամմադը ինքը սդախոս մներ եւ սդություն հայտնեց։ Աշխարհը չի գրնար զայն ընդունել, որովհետեւ ոչ կդեսնե եւ ոչ ալ կջանչնա զայն։ Մուհամմադին դեսած են։ Մուհամմադին կջանչնան իր հետևորդները, Սուրբ Հոգին չեն դեսած։ Եվ Հիսուսն այցեք ինչ կսե առաքյալներուն, բայց դուք կջանչնաք զայն։ Ինչպես կջանչնաք, Հիսուսի մեջ են կջանչնաք, որովհետեւ ծեր մեջ պիտի մնա եւ ծեր հետ պիտի լա։ Սուրբ Հոգին մարդոց մեջ պիտի լա եւ անոնց հետ պիտի լա հավիդյան։ Նույն Հովանու ավետարանի 24-րդ գլխու 26-րդ համարի մեջ գսվի սիրելներ, որ մխիթարիչը Սուրբ Հոգին, որ հայրս պիտի ղրգե իմ անունովս, անիգա ցեզի ամեն ինչ պիտի սորվեցնե եւ հիշեցնե, ինչ որ ես ցեզի ասի։ Մուհամմադը Հիսուսին սորվեցուցածները սորվեցուց իր ժողովրդին, ճիշտ հագարակը։ Հիսուսի սորվեցուցածներուն հագարակն էր, որ սորվեցուց Մուհամմադը։ Հետևաբար չի գրնար Մուհամմադը Սուրբ մխիթարիչը լար, մեղաստուր Սուրբ Հոգին, առաքյալը լար։ Հետևաբար Մուհամմադը սուտ մարգարե է, սատանայի կողմէ եկած։ Դակավին չեն վերջացած սիրելներ։ Անցնիմ դարձյալ ուրեմն Հիսուսի Սուրբ խոսքին, որ խոսելով հետևյալը գսե, գարտամ ցեզի Հովանու ավետարանի այս անգամ 15-րդ գլխու 26-րդ համարը։ Հիսուս կսե. բայց երբ կա մխիթարիչը, այսինքն Սուրբ Հոգին, որ ես ցեզի պիտի ղրգեմ հորմեն, որովհետև հորմեն գելե անիգա ճշմարտությունը պիտի բատմե եւ վգայե իմ մասիս։ Հիսուս կսե. ես ցեզի Սուրբ Հոգին պիտի ղրգեմ հորմեն։ Ղուրանը ինչ կսե? Հոգին ռուհը որմե եկածե Ալլահին կողմե շատ բարի։ Եթե սեբենք թե սիրելիներ Հիսուս Մուհամմադին մասին կսե, ով ղրգած է Մուհամմադը աշխարհ? Ալլահը։ Հիսուս կսե. ես է որ պիտի ղրգեմ Սուրբ Հոգին մխիթարիչը։ Եկեք մխիթարիչ բարին թիմաց Մուհամմադը տնենք։ Ես է որ պիտի ղրգեմ Մուհամմադը։ Հիսուս կսե. ուրեմն Հիսուս ով է? Հիսուս Ալլահն է։ Հիսուս Աստվածն է։
Ուրեմն Մուհամմադը Հիսուսի ծառան է եւ Հիսուս Աստվածն է։ Ահա նորեն ինգան իսլամները իրենց փածած ծուղագին մեջ։ Եվ Հիսուս դարձյալ գսե հորմեն, ես պիտի ղրգեմ հորմեն, իրենք չեն ընդունիր հայրը։ Եվ երբ որ Սուրբ Հոգին կա, ինչ կսե, անիգա ճշմարտությունը պիտի բատմե եւ իմ մասիս վգայե։ Մուհամմադը Հիսուսի մասին կվգայե։ Ոչ, այլ գսե որ Հիսուս ինքը ծառա է Աստուծո, Աբդալլա է, իսկ Հիսուս Աստուծո որդի Աստված է։ Ահա սիրելներ, եթե քանի Հիսուս է ղրգողը Սուրբ Հոգին, ուրեմն եթե Մուհամմադի մասին է խոսքը, Մուհամմադը Աստուծո ծառան է, Հիսուսի ծառան է եւ Հիսուսն Աստվածն է։ Դագավին այս անգամ անցնենք հաջորդ գլուխը Հովանու Ավետարանի 16-րդ գլուխը 16-րդ գլխու 7-11 համարներու մեջ Հիսուս կխոսի սիրելներ Սուրբ Հոգի մասին եւ գսե. Բայց ես ճշմարտությունը գսեմ ցեզի համար լավ է որ ես երթամ, որովհետև եթե չերթամ մխիթարիչը պիտի չկա ցեզի, իսկ եթե երթամ զայն պիտի ղրգեմ ցեզի, ղրգողը Հիսուս է։ Երբ անիգակա ցույց պիտի դա աշխարհի մեղքը, իմ արտարությունս եւ չարին Թադաստանը։ Երեք բաներ. աշխարհի մեղքը, որովհետև ինձի չեն հավատար Մուհամմադ, իմ արտարությունը սկսե Հիսուս, որովհետև ես հորս քով գերտամ եւ այլևս պիտի չտեսնեք զիս, եւ երրորդ չարին Թադաստանը, որովհետև Սատանան այս աշխարհի իշխանը արդեն իսկ թադաբարդված է։ Գշարունակեմ։ Գսե 12-ին 14 համարներու մեջ Հիսուս։ Բայց երբ կա ինքը Սուրբ Հոգին, որ ճշմարտությունը գայտնի, անիգա պիտի առաջնորդե ցես ամբողջական ճշմարտության, որովհետև անիգա ինքն իր մեջ պիտի չխոսի, այլ ինչ որ լսե զայն պիտի խոսի եւ ցեզի պիտի բատմե քալիք բաները։ Անիգա զիս պիտի փարավորե, որովհետև ինչ որ ինձ մի առնե պիտի հայտնե ցեզի։ Եվ Հիսուսեն ինչ որ առնե անիգա պիտի հայտնե։ Եվ շարունակությունն այցեք, ինչ որ հայրս ունի իմս է։ Ասոր համար է որ ասի ցեզի թե ինչ որ առնե ինձ մե պիտի հայտնե։ Ինչ որ հայր ունի Հիսուսին է։ Եվ Սուրբ Հոգին ինչ որ որդին առնե պիտի հայտնե։ Հիմա Ալլահին կպատկանի Մուհամմադը։ Եթե ասեք որ այո, Ալլահին կպատկանի, ինչ որ Ալլահին կպատկանի, եթե ասեք որ Աստված նույնն է, իսլամներ ցեզի է որ գուղեմ խոսքս, հայ իսլամներ։ Եթե ասեք որ Աստված նույնն է, ուրեմն Հիսուս կսե ինչ որ հորս կպատկանի ինձի կպատկանի, ուրեմն Մուհամմադն ալ Հիսուսի կպատկանի, ուրեմն Մուհամմադը Հիսուսին ծառան է, ծառան է, եւ Մուհամմադը ոչ թե Խաթիմ ալ-Անբիյան է, այլ ինքը ոչ թե մարգարեներու գնիկն է, այլ ծառան է, սուտ մարգարեն է։ Եվ քիչ առաջ որ խոսեցային գդագարանի մասին, եւ ասին որ Մուհամմադը Մովսեսի ասած մարգարեն չէ, ով է հաբա Մովսեսի մարգարեն, ասած մարգարեն, Հիսուս Քրիստոսը։ Այո, Հիսուս Քրիստոսն է։ Ուրգե գիտենք սիրելներ, գգարտանք մենք զանազան դեղեր։ Օրինակ, գգարտանք Ղուգասու Ավետարանի մեջ սիրելիներ, թե ինչպես դեր Հիսուս Քրիստոս հետևյալը գսե Ղուգասու Ավետարանի մեջ Ղուգաս 24-րդ գլուխ 44-րդ համար, երբ որ Հիսուս Էմաուս երևցավ իր 12 աշակերտներուն, հարութենեն յետ ասավ. այս բոլորը ցեզի էսի արդեն եւ ցեզի հետ էի, թե պետք էր որ իրականանային Մովսեսի օրենքի քիրքին, մարգարեական քիրքերուն եւ սամոսներու մեջ իմ մասիս գրվածները։ Հիսուս գադարում նորինած եւ մարգարեից է։ Այնինչ որ մարգարեները Մովսես ասած էր իր քիրքի մեջ, Սամոսերը ասած էին, մարգարեները ասած էին, Հիսուսի ցանկին մեծ սիրելներ այդ բոլորը գադարվեցան։ Այդ բոլորը գադարվեցան։ Հիսուս ասավ ես երթամ, ցեզի Սուրբ Հոգին պիտի ղրգեմ։ Հիսուս գնաց 10 օր յետ Բենդեգոստեն եղավ։ Հոգեկալուստ եղավ։ Գործկարակելոց քրքի մեջ կգարտանք։ Երկրորդ գլուխ, թե ինչպես Սուրբ Հոգին հրեղեն լեզուներու գերբարանքով իջավ արաքյալներուն վրա։ Իջավ արաքյալներուն վրա եւ հանգչեցավ եւ արաքյալները սկսան մարդոց դարբեր ժողովուրդներու լեզուներով խոսել եւ դարաձել Ավետարանը։ Մուհամմադը Հիսուսեն ասի 6 տար վերջ եկավ։ Ինչպես Հիսուսավ երթամ եւ հայրս եւ հորս գոմենցեզի ղրգեմ
երբ որ Մուհամմեդը 600 տարի վերջ եկավ։ Սիրելիներ, սդության հայրն է Մուհամմադը, եւ Հիսուսը ասավ Հովանու Ավիդարանի 8-րդ գլխու 44-րդ համարի մեջ, որ սդության հայրը Սատանան է։ Սատանային կողմի խապված է Մուհամմադը, երբ որ խոսիմ օրը Մուհամմադի մասին պիտի տեսնեք, որ իսկապես ինք Սատանայի կողմի խապվեցավ։ Եվ խապվելով նաև այսօր խապեց ժողովուրդը։ Փառք Աստծո, որ այս համացանցը կա, որ կոնե ճշմարտությունը գկիտնա ժողովուրդը։ Եվ փառք Աստծո, որ սկանչելի իսլամակետ քրիստոնյաներ կան, որոնք դարբեր ազգերու մեջ են, գքարոզեն ժողովուրդներուն, որբեսի մարդիկ հասկանան եւ այսօր սիրելներ իսլամները գսեն, որ իսլամները այս տարուն ամենաշատ դարածվող գրոնն է, մեկ դարբերությամբ ներողություն, չգարձեք, որ քրիստոնյաներն են, որ իսլամ գտարնան, այո գամ մեջերն են դժբախտաբար, որոնք գտարնան, բայց ամենաշատ դարածվող գրոնն է, որովհետեւ ձրընթափերություն ունի, ամեն մեկը 4 հատ գին ունի, ամեն մեկ գինեն 3-4 հատ զավակը պերադոր համար շատությամբ է որ գշատնան, բայց այսօր դասնյակ հազարավոր միլիոններով իսլամներ լսելով ճշմարիտ քրիստոնյաներու կարոզությունը, լսելով Քրիստոսի մասին, հանդիպելով ուղագի Քրիստոսի, անոնք սիրելիներ քրիստոնյա գտարնան, եւ մենք կգարտանք սիրելիներ, թե ինչպես Քաղաքացիներու նամակի 4-րդ գլխու մեջ գսվի, որ Հիսուս Քրիստոս ինք եկավ ժամանակին եւ գադարեց ամբողջ մարգարեությունը գարտամ ուրեմն քաղաքացիներու նամակը, ուր որ գսե 4-րդ գլխու 4-րդ համարի մեջ եւ հիմա հարմար ժամանակ հասած համարելով Աստված աշխարհ ղրգեց իր որդին, որ գնոջմե ծնավ եւ օրենքին դակ ապրեցավ 5-րդ համար, որբեսի մեզ օրենքի քերութենեն բրգե եւ Աստուծո որդիներ դարձնե։ Եվ վերջին պամնալ սիրելներ, ասեմ, որ գիտեք, որ Մովսես այլագերբության ժամանակ Հիսուսի Մովսեսալ երևցավ Հիսուսի գողքին եւ Հիսուս ինքն էր ճշմարիտ մարգարեն, որ պիտի քար, որովհետև գգարտանք մենք երկրորդ օրինաց գրքի 34-րդ գլխու, այսին վերջին գլխու 10-12 ամառներու մեջ անգեդո Իսրայելի մեջ ուրիշ մարգարեմը չելավ Մովսեսին պես, որը դերը 30 ջանցավ եւ դիրոջ կողմը եկիդոս ղրգվեցավ նշաններով ու հրաշներով փարավոնին, զարաներուն եւ ամբողջ երկրին արչեւ ընելու եւ որը զորավոր ցերկով եւ մեծ սոսկումով վրավ իսրայելացիներուն աչքին արչեւ չելավ ովևէ մեկը, որ Աստուծո թեմ արդեմ խոսեցավ բացի Հիսուս Քրիստոսեն։ Մուհամմադը Աստուծո երեսը դեսած է, ոչ, Աստուծո երես ար երես, Աստծո հետ երես ար երես խոսած է, ոչ, Մովսես խոսած է, եւ Մովսես սավ ինձի պես մեկը բիդել է, ուրեմն Մուհամմադը Մովսեսի ըսած մարգարեն չէ, այլ Հիսուսն է, որ մարգարե, ոչ միայն մարգարե է, այլ Աստուծո որդի Աստված է, բայց Հիսուսն է, որ Աստուծո թեմքը դեսած է եւ ինքն է, որ եկավ հայտնեց մեզի զաստված։ Ահա սիրելներ, այս բոլորը ցեզի բատմեցի, այս բոլորը ցեզի բացադրեցի, գներեք երբեմն երկար բացադրություններ գուտամ, որբեսի հասկանաք եւ արթնանաք, չդարվիք սիրելներ, իսլամական գրոնի ինչ գիտամ ինչ օրենքներով կամ սկզբունքներով եւ դժբախտաբար լքեք ձեր հավատքը եւ մեղքի առաջնորդվեք։ Զգուշ եղեք, զգուշ եղեք։ Այդպես անելով սիրելիներ, Հիսուսը վերստին խաչած կլակ։ Դեսեք Եբրայեցիներու նամակին մեջ Բողոս Արաքյալ այս բոլորին մասին խոսելով հետևյալը գսե. գուզեմ գարտալ ցեզի 6-րդ գլխու պիտի գարտամ 46 համարները։ Անոնք որ անգամը լուսավորվելով մգրդվել է, երկնային բարգևները վայելել է, Սուրբ Հոգին հաղորդակից դառնալ է, Աստուծո բարի խոսքը ջաշակել է եւ հանդերձյալ աշխարհի իսկանչելիքներու նախաճաշակը առնել է յետք։ Իրենց հավատքը գլքեն, այդպիսիները գարելի չէ երկրորդ անգամ ապաշխարության բերել։ Անգարելի ադիգա, որովհետև այդ ցևով իրենց համար վերստին խաչ կանեն Աստուծո որդին զայն հրաբարակավ խայդարակ ընելով։ Մի լքեք ձեր հավատքը, մի երանաք դիրոջմեն, որովհետև հավիդենաբես թժողք պիտի նետվիք։ Ապաշխարեցեք այսօր, քանի ուշ չէ, որբեսի դիրոջ կողմե
ընդունվի։ Աստված օգնական եւ բաբան լապոլորիս, Աստված մեր հայրենիքին հերացնե, արմադախիլն է ամեն տեսակ չարի սադանայի ցանած արմատները, որոնց մեջ գլխավորակույնը իսլամությունն է, որոնց մեջ կան աղանդավորները, մորմոնիզմը, Եհովայի վկանները, տեսակ աղանդները, նոր հեթանոսությունը եւ դերը մեզ մեր հավատքի մեջ բայ է, քրիստոնեական հավատքի մեջ բայ է, սիրելի քույրեր եղբայրներ, ծեր արաքելական ուղղափառ հավատքի մեջ ամուր ու հաստատ մնացեք, քալեցեք մեր հայրերու լույս ճանապարհեն, որ ուրիշ ճամփա չի եթե ոչ Քրիստոսի ճամփան։ Քալենք Հիսուսի հետքերուն վրայեն, որբեսի հասնենք հավիտենական կյանքին։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։